Կյանքի ուղիներով հաղորդաշարի հերթական հյուրն էր Ծովինար Մարտիրոսյանը, Star News-ը հետևեց հաղորդման անոնսին։ Վանաձորից Երևան տեղափոխվելը հեշտ չտրվեց նրան։ Նոր միջավայրին հարմարվելը դժվարություններով եղավ։ Առաջին շոկը, որ ինձ մոտ եղավ, դա իմ բարբառային խոսքն էր։ Ընդամենը ասեցի կարելի ա դետրսվեր օնեմ, ամբողջ դասարանը հռհռաց։ Դերասանուհի մայրիկի հաճախակի բացակայությունը մասնագիտության հանդեպ հակակրանք էր առաջացրել։ Բայց երբ եկավ ժամանակը, նա էլ իր քայլերն ուղղեց դեպի թատրոն և բեմ։ Գիշերանոցները մամայիս գրկում էի քնում, որ իրա հոտն առնեմ, ասում էի վայ մամա։ Բայց հիմա ես այնքան շնորհակալ եմ։ Մամաս անընդհատ ասում էր ինչ որոշեցիր, արի Թատերական ինստիտուտ։ Երբ 12 տարեկան էր, ծնողները հեռացան իրարից, այդ բաժանմանը համակերպվեց ծանր ապրումներով։ Գուցե ավելի լավ է, որովհետև չես ուզում անընդհատ վեճերի մեջ մեծանաս։ Հետո ներեցի, էդ ժամանակ չէ։ Արցունքներ ու գրկախառնություն, 2 տարի առաջ նա 16 տարվա դադարից հետո հանդիպեց հայրիկին։ Մենք չենք զրուցել, քայլում էինք իրար գրկած վայելում։ Ասում էր ինչ ես ուզում, ասում էի չգիտեմ, պաղպաղակ։ Նա ապագա ամուսնուն հանդիպեց ուսանողական տարիներին։ Հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ, հակակրանքը վերածվեց անվերջանալի մի սիրո։ Նույնիսկ մտածում էի լավ ինչ կա այս տղայի մեջ, որ աղջիկներն այդքան հետաքրքրվում են։ Երրորդ կուրսում ինքը մեկնեց երկրից դուրս ու ես սկսեցի իրեն կարոտել։ Երբ դու սիրում ես, չես նկատում դիմացինի թերությունները ու ինքդ էլ միշտ գեղեցիկ ես լինում։ Կարծում է նա այն համոզմունքով, որ սիրո ու հավատի բացակայությունն է այսօրվա մի շարք խնդիրների պատճառը։ Սյանը վերջերս եղել էր նաև Խոստովանություն հաղորդաշարի հյուրը։ Նա հաղորդման ընթացքում խոսել էր մայրիկի և հայրիկի բաժանությունից, ինչպես նաև հոր երկրորդ ամուսնությունից ունեցած եղբորից։ Խոսեց մայրիկի և հայրիկի բաժանությունից։ Նրանք տարբեր մարդիկ են, երկուսն առանձին հրաշալի մարդիկ են, միասին չեն հասկացել իրար։ Ես դա ընդունում եմ, հասկանում եմ։ Կուզեի մամաս մենակ չլիներ, երիտասարդ տարիքում է բաժանվել և ամբողջ հոգսը մենակ է կրել։ Հայրս հեռացավ երկրից, մենք շփվեցինք, երկար տարիներ չտեսանք միմյանց, հետո մի օր հանդիպեցինք, 16 տարի անց։ Դերասանուհին վերջերս է իմացել, որ հայրը երկրորդ ամուսնությունից ունեցել է տղա, և նա եղբայր ունի, նա այս մասին։ Նա հայտնի рэփեր է, ես նույնիսկ եղել եմ իրենց համերգներին և չեմ իմացել, որ իմ եղբայրն է։ Մենք սա երբեք չենք բացել, սա մեր գաղտնիքն էր։ Մի օր ինձ նամակ էր ուղարկել, ծիծաղելի չհնչի, բայց ես քո եղբայրն եմ։ Ինչպես բոլոր նամակները դրեցի մի կողմ մտածելով, որ չար կատակ է։ Պարզվում է, որ հայրս Նարեկին ամուսնուս ասել էր, որ կա նման բան, փնտրի գտնի։ Եղբայրս հորիցս առանձին է եղել, ես ասեցի արի հանդիպենք, հանդիպումը կայացավ, բայց իմ կյանքում ամեն ինչ ուշ է լինում։ Ինձ դա պետք էր այն ժամանակ, երբ մենակ էի։ Ես ուրախ եմ Հենոյի համար, որ իմ կողքին հայտնվեց և մենք մտերմացանք։ Ես հոգով զգացի, որ ինքն իմ եղբայրն է, իմ արյունը խոսեց մեջս, ինձ նույնիսկ գենետիկ թեստ պետք չէր դրա համար, բայց ես գնացի դրան, որպեսզի բոլորին ապացուցեմ, և հաստատվեց։ Հաղորդման ֆորմատին համաձայն վերջում նամակն էր, որը Ծովինարը կարդաց և միանգամից կռահեց, թե ով է հեղինակը։ Նամակի հեղինակը եղբայրն էր, ով այսպես էր գրել. Քո մտքով չէր էլ անցել, որ դու իմ մտքով անընդհատ անցնում ես։ Կարծես մտքերիս գորգը փռել էի քեզ համար, որ դու միշտ պտտվես իմ գլխում։ Ես քեզ վերջապես գտա ու կարծես ինքս ինձ եմ գտել։ Գտել եմ իմ էությունը, իմ վեհությունը, իմ հարազատ հոգին եմ գտել։ Հաղորդման հարցին, թե ինչու են այսօր շատ դերասաններ նկարահանվում սերիալներում, այլ ոչ թե թատրոնում, դերասանուհին պատասխանեց. Իմ մասին կասեմ, դա իմ գործն է, իսկ ով նկարահանվի, եթե ոչ ես։ Դա իմ մասնագիտությունն, իմ սֆերան է, ես պետք է և ֆիլմերում լինեմ, և սերիալներում, և թատրոնում։ Տասնինը տարի ամուսնական կյանք,
Ծովինարի համար սերը միանշանակ գործողություն է։ Երկար տարիներ իրար հետ ենք, ամեն ինչ էլ կարա լինի։ Մեկ-մեկ բաժանվել ես ուզում, մեկ-մեկ ասում ես վերջ, էլ չեմ դիմանա։ Բայց դրա համար ոչինչ չի եղել։ Դու կին ես, աղջիկ ես, իրա մի հայացքից շատ հնարավոր է լացեմ մյուս սենյակում, նույնիսկ ինքը չիմանա։ Եվ այդ պահին ասեմ վերջ, բաժանվելու եմ, որ այդ հայացքով էլ չնայի, շատ դաժան հայացքներ ունի։ Նարեկի կարծիքով, երբ մարդը չի սիրում, ամեն մանրուք նկատում է։ Գաղտնիքը սերն է, դու ուղղակի աշխատում ես այնպես անես, որ սիրես միշտ։ Երբ սիրում ես, չես ձանձրանում և սովորական չի դառնում։ Երեխաների մասին խոսելով Նարեկը ասաց, որ ամբողջ կյանքում երազել են աղջիկ ունենալ։ Տանն ունեցած կանացի էներգիայի և Ծովինարի տանը միակ թույլ սեռը լինելու բացը երևի հետագայում կլրացնի Հարսիկը։ Սակայն Ծովինարն այն մտքին է, որ իրենք իրենց կյանքն ունեն և աստվածաշնչյան թեմայով ասաց, որ որդին պետք է թողնի իր հորն ու մորը և գնա կնոջ հետ։ Դա շատ նորմալ է, ես այդպես կապված չեմ, խանդոտ չեմ։ Հասկանում եմ, որ տղա երեխաներ են և մամայի բալիկներ չպետք է լինեն ու հենց այդպիսինն են։ Նարեկը շատ խիստ բարկանում է մեծ տղայիս վրա, նման դեպքեր շատ են լինում, որովհետև արդեն չափահաս տղա է։ Ես զանգում եմ իմ սկեսորին, ասում եմ օրինակ Նարեկը Անրիի ձեռքից վերցրել ա հեռախոսը, ես ռիսկ չէի անի գնայի ասեի Նարեկ դե տուր հեռախոսը։ Որովհետև նորից էդ հայացքին կհանդիպեի ու կարող ա իմ ձեռքից էլ իմ հեռախոսը վերցներ։ Դրա համար ասեցի ես գործ չունեմ, սկեսուր մայրիկս եկավ ու շատ հեշտ լուծեց էդ հարցը, ես շատ բաներ իմ սկեսուրի միջոցով եմ անում։ Մենք դեռ չէինք ամուսնացել, բայց պատրաստվում էինք։ Նարեկը ձեռքիցս քաշեց, ասեց իմ մաման միշտ ճիշտ է լինելու։ Ինչ ուզում է լինի, եթե մաման ա, ուրեմն ինքը ճիշտ ա, ես ընդամենը ասեցի լավ։ Սովորաբար, երբ տղամարդիկ նոր են ամուսնանում, իրենք մնում են իրենց միջավայրում, սակայն կնոջ համար էդ փուլն ավելի դժվար է լինում, ադապտացիոն շրջանի։ Ծովինարն այս մասին, դու սկզբից ուրիշ մարդկանց տանն ես։ Դեռ պետք է ադապտացվես, բայց երիտասարդ տարիքում շատ դժվար է։ Խնդիրս Նարեկի հետ էր, ոչ թե ընտանիքի անդամների, ես անսահման ազատ մարդ եմ։ Ազատությունս կորցրեցի լիովին, հանուն Նարեկի շատ բաներ զիջել եմ։ Նարեկի խոսքով ինքն էլ շատ զոհաբերությունների է գնացել հանուն ընտանիքի։ Երբեք ոչ մեկի հետ համբուրված չկամ ֆիլմում, ինքը դեմ չի, բայց ես չեմ անի։ Իմ շուրթերին պիտի կպնի միայն իմ կինը, շատ զոհաբերությունների գնացել եմ։ Զույգը կյանքում ունեցել է բարդ շրջան, Ծուրենը պատմեց։ Մի պիրիոդ կար, որ համարյա գումար էլ չունեինք, երբ Անրիս նոր էր ծնվել։ Երշիկը դնում էինք, սպասում երեխեն ուտի, հետո ինչ մնում էր մենք էինք ուտում։